Ողջույն սիրելի հայրենակիցներ, այլընտրանքային նախագծեր խումբը հայկական օրակարգ նախագծի շրջանակներում շարունակում է իր քննարկումների շարքը։ Սա այս տարվա մեր անդրանիկ քննարկումն է եւ որոշել ենք քննարկումը նվիրել մի շատ կարևոր թեմային, սահմանադրական կարգի վերականգնման ուղիներին, այսինքն փորձենք հասկանալ նախ առաջինը ինչ իրականության մեջ ենք մենք ապրում եւ այնուհետեւ հասկանալ թե որոնք են այդ իրականությունից դուրս գալու ուղիները եւ ճանապարհները։ Եթե փորձենք մեկ բառով նկարագրել, ապա կարող ենք ասել, որ այսօրվա իրականությունը շատ վտանգավոր եւ շատ բարդ իրականություն է, բայց պետք է հասկանանք նաեւ այդ իրականության ամենախոր պատճառը եւ դրա ամենախոր խնդրը։ Առանց դրա մենք ուղղակի կբուժենք երևացող վերքերը, բայց չենք կարողանա իսկապես խորքային լուծումներ գտնել։ Իմ խորին համոզմամբ այս իրավիճակը մի շատ պարզ պատճառով է եւ այդ պատճառը հետեւյալն է. մեկ անձը, մեկ հոգին կայացնում է բոլոր ճակատագրական որոշումները։ Ինքն իրենով փոխարինել է մեր ողջ պետական համակարգը եւ պետական ինստիտուտները։ Պետական գործունեության համար սահմանադրությամբ սահմանված գործառույթները այդ անհատը վերագրել է զուտ իրեն։ Եվ սա լուրջ խնդիր է, եւ սա է ամենամեծ վտանգը։ Այսօր վաղը ինքը իրեն ինչ որոշի, ասելու է, որ մենք սա ենք անում։ Դա կարող է իհարկե հակասել երեկվա իր որոշումներին, դա կարող է հակասել բանականությանը, դա կարող է հակասել եւ հակասում է երկրի շահերին, անվտանգային շահերին, ստրատեգիական շահերին, բայց ինքը որոշում է եւ այդպես էլ անում են։ Օրինակ ինքը որոշում է, որ պետք է բարեփոխի եկեղեցին եւ գնում է այդ ճանապարհով։ Եվ այստեղ բացարձակ նրան չի հետաքրքրում, որ օրինակ սահմանադրության 6-րդ հոդվածով նախատեսված է օրինականության սկզբունքը, համաձայն որի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքներով։ Իդեպ ի պատասխան լրագրողի հարցին նա ասել է, որ այնպես չի, որ իր լիազորությունները հստակ գրված են եւ հետեւաբար անում է այն, ինչ ուզում է։ Նրա համար կարևոր չէ այն դրույթը, որ նախատեսված է սահմանադրությամբ, որտեղ որ խոսվում է, որ եկեղեցին եւ պետությունը անջատ են, կամ Հայաստանի Հանրապետության եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի հոդվածը, որտեղ խոսվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ինքնակառավարումը իր նվիրապետության սահմաններում։ Եվ այսպես անverջ կարելի է մեջբերել այն օրենքները եւ հոդվածները, որոնք խախտվում են այդ անհատի կողմից։ Ինքը որոշում է, որ օրինակ կարելի է քանդել կրթական համակարգը եւ ստեղծել ինչ-որ ակադեմիական քաղաք, թեև կարծես այս պահին դրա մասին չեն խոսում, բայց դե որոշել են։ Վաղը օրինակ կարող է որոշել, որ մանկապարտեզում երեխաները իրենց ինչպես պետք է պահեն։ Սա գրոտեսկային օրինակ է, բայց իմ գնահատմամբ նույնիսկ իրատեսական։ Ինքը որոշում է ում պետք է բանտարկել։ Եթե որոշեց բանտարկում են, որոշում է ինչ հոդվածով, որոշում է թե ինչ քրեական գործ պետք է հարուցվի ու այսպես կարող եմ նշել բազմաթիվ օրինակներ, սկսած ահաբեկչության հոդվածից, վերջացրած օրինակ փարաքարի դեպքերով, երբ նախաքննությունը դեռ նորմալ չէր ընթանում, ինքը արդեն հայտարարեց, որ դա վենդետա է եղել, որովհետև ինքը այդպես էր որոշել։ Կամ ազգային ժողովի ամբիոնից կարող է հայտարարել, որ բոլորին կտանի կլցնի ԱԱԾ պատվալները եւ հետո արդեն ԱԱԾ քրեակատարողական հիմնարկը լցվում է ընդդիմադիրներով։ Չեմ խոսում արտաքին քաղաքականության մասին, որովհետեւ մի օր որոշում է, որ գնում ենք ԵՄ, մեկ այլ օր որոշում է, որ ՀԱՏՄ-ն ամենաճիշտ լուծումն է, մի օր էլ կորոշի երևի, որ գնալու ենք հարավամերիկյան պետությունների համագործակցություն եւ այդ ուղղությամբ օրենքներ ընդունի։ Մենք պետք է իրականում հասկանանք, թե այս ամենը ինչի կբերի, որովհետև մենք մեր ընտանիքներով ապրում ենք մի մարդու ձեռքը խաղալիք դարձած երկրում եւ սա կարող է բերել անկանխատեսելի հետևանքների, սցենարների նաեւ Հայաստանի համար, այնպես ինչպես այդ սցենարը իրականացվեց մի մարդու ձեռքով Արցախի պարագայում, երբ մի օր ինքը որոշեց, որ Արցախը այլևս Ադրբեջանի մաս է հանդիսանում։ Հիմա Հայաստանի դեպքում եւս մի օրվա որոշումը կարող է ճակատագրական լինել։ Ինչ պետք է անենք մենք այս ամենը կանխելու եւ հասցված վնասը վերականգնելու համար։ Կան արդյոք դրա համար սահմանադրական մեխանիզմներ, կան հակակշիռներ,
թե ոչ, եթե ես իմ գնահատականը տամ, ապա առաջին քայլը, որ պետք է արվի, իհարկե դա իշխանափոխությունն է, բայց եւս մի կարևոր հանգամանքի մասին կուզեմ խոսել, կարծում եմ նաեւ բանախոսների հետ էլ կանդրադառնանք այդ խնդրին, դա նոր քաղաքացիական ձևավորումն է եւ ես շատ կարեւորում եմ, որ նոր իշխանության ժամանակ իսկապես ստեղծվեն պայմաններ ազգային քաղաքացիական հասարակություն ձևավորելու համար, որը ինչպես այսօր է, չպետք է այսօրվա օրինակով չպետք է օգտագործվի իշխանությանը պաշտպանելու կամ իշխանության գործողությունները արդարացնելու համար։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները պետք է լինեն տարբեր ոլորտների պաշտպանության համար, տարբեր ոլորտների իրավունքների պաշտպանության համար, պետք է լինեն նաև խորքային վերլուծական կենտրոններ, որոնք կլինեն միտք գեներացնող կենտրոններ եւ գոնե մեկ քայլ առաջ կտեսնեն, թե որոնք են ռիսկերը ու նաև մեկ քայլ առաջ կտեսնեն շահեկան լուծումները։ Ես փորձեցի այսպես շատ կարճ նկարագրել, թե ինքս ինչպիսի ռիսկեր եւ ինչպիսի խնդիրներ եմ տեսնում, բայց բանախոսների հետ միասին մենք փորձենք նաեւ հասկանալ, թե ինչպիսի ուղիներ կան իսկապես սահմանադրական կարգը վերականգնելու եւ բնականon ճանապարհով երկիրը զարգացնելու համար։ Ներկայացնեմ այսօրվա մեր բանախոսներին